Մոսկվայի այս քայլերը Փաշինյանին թույլ են տալիս մոբիլիզացնել անգամ իր пассив էլեկտորատին, այսինքն այն մասը, որը կքվեարկեր նրա օգտին, բայց չէր գնա ընտրության, ընդհանուր առմամբ այսպես չգնահատելով քվեարկելը ինչ որ բախտորոշ մի բան, երբ տեսնում է Մոսկվայից այդպիսի հակազդեցություն Փաշինյանին եւ աշխատեցնում են այդ միթե մենք անկախությունը պետք է զիջենք ելակի դիմաց, երբ դա աշխատեցնում են, այդ пассив ընտրողը կարող է վեր կենալ ու գնալ ակտիվ քվեարկության։ Եվ հիմա հարց է առաջանում, Մոսկվան այդ սանկցիաներ եւ այլն, որ աշխատեցնում էր, այդքան պրիմիտիվ են, այդքան անտեղյակ են Հայաստանից, որ այդ հնարքը կիրառում են, թե իսկապես հաշվարկել էին լավ, որ դա մոբիլիզացնելու է Փաշինյանի էլեկտորատը ավելին, քան օրինակ կարող է լինել առանց Ռուսաստանի այդ վարկագծի։ Եվ հիմա այդ հայտարարությունները մենք կսպասենք արդյունքներին, մենք չգիտեմ ինչին կսպասենք, տեղ են ունեցել կեղծիքներ, հիմա մենք տեսնում ենք տեղերով փոխվել են, նախկինում Եվրոպան էր այդպիսի վարկագիծ դրսևորում, որովհետև հարաբերությունների պարադիգմը այլ էր եւ այլ էր աշխարհաքաղաքական վիճակը։ Հիմա Ռուսաստանն է մտել այդ ժանրի մեջ, իսկ արդյունքում կամ այդպես նստվածքում ընդհանրապես քաղաքական գինն է, որը ես դարձյալ նշեմ, քննարկվում է հունիսի 1-ից, ներողություն, ապրիլի 1-ից հունիսի 1, քննարկվել է ինտենսիվորեն տարբեր մակարդակներով։ Սկսել է Փաշինյան-Պուտին այդ ապրիլյան այցից եւ ավարտվեց Փաշինյան-Պուտին հունիսի 1-ի հեռախոսազրույցով։